մարզային քարոզարշավի մեկնարկը տրված է։ Ուժեղ Հայաստանի առաջին կանգառը Արարատի մարզն է, Տափերական համայնքը։ Այստեղ մարդիկ գյուղատնտեսությամբ են ապրում, բերքը մշակում են, վաճառում, բայց գործերը հեշտ չեն գնում առաջ։ Հազար ու մի խնդիր ունեն, ասում են։ Առաջինը մթերման կայաններից են հետաքրքրվում։ Եթե լինի, իրենց խնդիրների մեծ մասը կլուծվի։ Դու սեպտեմբերին խաղը հասնես, դեկտեմբերին օքո փողը տալիս ես։ Ինչա առաջարկում ուժեղ Հայաստանը ընդհանրապես յուրաքանչյուր ուժեղ տնտեսագետ է դա առաջարկելու։ Ում հարցնեք աշխարհում բերեք $1,000,000 էլ տակ, ինքը էս առաջարկելու։ Ասելու է, երկրումդ մթերման կայան սարքի, ծիրանը հավաքի, մի ամիս 20 օր պահի, 20 օր հետո Մոսկվայում գինը 50% թանկանում է։ Տափերականում շատերը խաղողի բերք ունեն, որը երբեմն գետնին է մնում, երբեմն շատ է ժամ վաճառվում։ Գյուղացիները ասում են մենակ են իրենց խնդիրների հետ։ Այստեղ էլ լուծում կա։ Նարեկ Կարապետյանը բացատրում է, ինչ մեխանիզմ է առաջարկում ուժեղ Հայաստանը։ Մենք պետք է ոչ թե խաղող արտանենք, այլ վերամշակենք, ճիշտ է կոնյակի գործը։ Կոնյակից բացի գրապա կա, աշխարհում մեծ բանջարք ունեցող նոր ալկոհոլային բան կան, խմիչքներ կան, որը ժամանակակից խմիչքներ են։ Դրա վերամշակումն է մեր ծրագիրը, եւ ասում են գործարանա պետք, պատկերացրեք համայնքը։ Քաղաքում յուղերը հավաքում են բերքը, համայնքում ստեղծում է խմիչքի մեծ արտադրամասեր, որի վաճառքը պայմանավորվում է Կարապետյանը դրսում։ Վաճառքը պայմանավորվելը մեր վրա, արտադրելը ժողովրդի։ Երբ գյուղատնտեսական տարին սկսվի, գյուղացին արդեն պիտի իմանա ինչ գնով եւ որտեղ է վաճառելու իր ամիսների տանջանքի արդյունքը, ասում է Նարեկ Կարապետյանը։ Մինչդեռ Հայաստանում չկա նույնիսկ մարդկանց խնդիրներով զբաղվող պատասխանատու նախարարություն, որ գյուղացին իմանա, ում դուրն է թակելու, երբ հարցեր ունենա։ Ժողովուրդ ուրեմն պետական բյուջեն տարեկան $200 միլիոն դուրս է գրում գյուղացու վրա։ Իբր գյուղին աջակցություն է տալի $200 միլիոն տարեկան։ Պետական բյուջեով դուրս են գերում, բայց վերջի տարիների ընթացքում գյուղատնտեսությունը 18 թվից մինչև այսօր 10% անկում է ապրել։ 240,000 մշակվող հողից 200,000 հեկտար է մնացել, 40,000 հեկտար Արարատի ամբողջ շրջանի չափ 8 տարվա ընթացքում անտեր է մնացել է։ Արարատի այս գյուղում էլ գրեթե նույն խնդիրները կան, ինչ Հայաստանի մյուս մարզերում։ Աշխատանք չկա, երիտասարդները գնում են, չեն վերադառնում։ Մարդկանց գլխավոր հոգսերից է, որ տեղում զբաղմունք լինի։ Ուժեղ Հայաստանի թիմը լսում է մարդկանց, արձանագրում բոլոր խնդիրները։ Հունիսի 7-ից հաշված օրեր անց այդ խնդիրները լուծվելու են, նոր հնարավորություններ բերելով գյուղացուն։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Արմաթ մեդիա AM կայքում։